Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ, որտեղ, երբ հայաստանյան խաղերի աշնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, կարելի է վստահաբար ասել, որ աշնանային եթերաշրջանը ծանր դասավորվեց հեռուստախաղի մրցութային փուլին մասնակցող թիմերի համար։ Նրանցից երկուսը պարտություն կրեցին, մյուս երկուսն էլ համառ եւ անզիջում հեռակապայքարում որոշեցին եզրափակչի մասնակցին։ Այսօր մեր ակումբում աշնանային եթերաշրջանի եզրափակիչն է, եւ ես խաղի եմ հրավիրում Արամ Անանյանի թիմին։ Մաթեմատիկոս Միքայել Պիրոև, նյարդավիրաբույժ Արմեն Նազարյան, հաշվապահ Հայկ Մինասյան։ Ֆինանսիստ Գևորգ Գևորգյան, զբոսավար Գառնիկ Միրզոյան եւ թիմի ավագ պատմական գիտությունների տեխնացու Արամ Անանյան։ Արամ Անանյանի թիմի դեմ այսօր կխաղան Տիգրան Բաբայանը, Վլադիմիր Գալստյանը, Տաթև Մինասյանը, Սուպեր Բլից, Մայրանուշ Համբարձումյանը, Ամատունի Կիրակոսյանը, Լևոն Սհոյանը, Բլից, Ալինա Ավակյանը, Զարինա Բարսեղովան, Արտակ Թադևոսյանը, Լուսինե Այվազյանը եւ հարց Յունիբանկից։ Ինչ, որտեղ երբ աշնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Անանյան, Այո, սա ձեր առաջին եզրափակիչն է։ ճիշտ է այդպես։ Մրցութային նախընտրական խաղի եւ եզրափակչի միջև որևէ տարբերություն արդեն զգում եք, թե նույն տրամադրվածությունն է։ Տրամադրվածությունը նույնն է, բայց ակնկալում ենք ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ խաղ, որպես Անհետաքրքիր էր մրցութայինը։ Ոչ, բնավ, ուղղակի միշտ եզրափակչի հարցերը աչքի են ընկնում առանձնահատուկ գեղեցկությամբ։ Շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում թիմին։ Ձեր դեմ խաղում է Ամատունի Կիրակոսյանը, ուսուցիչ Մայիսյան գյուղից։ Հարցը նկարահանվել է մեր հեռուստադիտողի կողմից։ Ուշադրություն էկրանին։ Ողջույն հարգելի գիտակներ։ Ավելի քան 100 տարի առաջ գիտություն եւ կյանք ամսագրում լույս է տեսել մի հոդված։ Հոդվածում ասում էր, որ դա կարող ենք մենք կատարել ցուցամատով եւ միջնամատով։ Դա կարող են կատարել ցուցամատով եւ բթամատով, ինչպես նաեւ դա կարող են կատարել նաեւ երկու ձեռքերի ճկուտներով։ Ես ողջել եմ նաեւ, որ մեր դպրոցում շատ քչերը կարող են դա անել։ Օրինակ Սաթենիկը դա չի կարող անել։ Ես նույնպես դա չեմ կարողանում անել։ Իսկ Էրիկը դա տեսությամբ կարողանում է անել։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է եղել գիտություն եւ կյանք ամսագրի հոդվածը։ Ժամանակ։ Ուրիշ, շատ մեքենագրությունը, Չէ, դաշնամուր նվագելը, շվի, դուդու, Տաթևիկն ու Ամատունին չէին կարում անեին, հետո սև սպիտակ էին, ինչ-որ բան, այդ վերջում ենք որպես կա բռնես հաստատ, ասենք երկու ճկուտով բռնելու բան չկա, ասենք երկուսս չէ։ երկու ճկուտով։ Հա, որ բռնելու բան չի կարալնի, դա բայց ուրիշ էլ ինչն է, գիտություն եւ կյանք։ երկուսս տալի։ Հա, օքեյ։ Սենց չես կարա, չէ՞, չես կարա։ Երկուսս Սովետական։ Սովետական, բայց Ես եմ տարի առաջ չեն կարող եմ։ Չէ, սենց չես սուր։ Սենց ու այս սենց, հա։ տեսել երկու ցուցամատով տեսել եմ ամենտեղ։ Ես մենակ սենց եմ կարող։ Какой-то талант։ Ափսոս մնացի նույն տարբերակի։ Շատ լավ։ Ժամանակ, պարոն Անանյան։ Պարոն հաղորդավար Ով է պատասխանում։ Արմեն Նազարյան։ Լսում ենք ձեզ, պարոն Նազարյան։ Կարծում ենք, որ խոսքը սուլելու մասին է, նման եղանակներով հնարավոր է մատների միջոցով սուլել։
Ենթադրենք դա սուլելն է, պարոն Նազարյան, դուք կարող եք դա անել։ Ես չեմ կարողանում, չէ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Հարգելի գիտակներ, ինչի մասին է եղել գիտություն եւ կյանք ամսագրի հոդվածը կներկայացնի մեր Էրիկը։ Խոսքը ձերքի մատներով սուլելու մասին է։ 1-0 գիտակների, ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նվիրում է Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ պատկերագիրքը սեփական մակագրությամբ։ Գիրքը ներառում է նաև առաջին հայատար քարտեզը, համատարած աշխարհացույցը։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Նազարյան։ Այո, պարոն Ավարտան։ Դուք ծնվել եք Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղում։ Այո։ Հաճախ եք լինում ձեր ծննդավայրում։ Փորձում եմ հնարավորինս հաճախ լինել, այցելել ծնողներիս, բայց աշխատանքի բերումով այդքան էլ չի ստացվում։ Իսկ ինչով է աչքի ընկնում ձեր գյուղը։ Թրջկանի ջրվեժն է մոտ գտնվում, մեծ գեղեցիկ բնապատկերներով, դաշտերով։ Պարոն Նազարյանով, Պարոն Նազարյանով, իմ հայրիկով, պապիկով։ Ձեր դեմ խաղում է Մայրանուշ Համբարձումյանը, մանկավարժ Երևանից։ Լսեք քրիստոնեական մի առած։ Մի թագավոր ողջ արքունիկի դիմաց ձեռքը դնում է որդու ուսին եւ հարցնում. Որդիս, մեզնից ով է ավելի ուժեղ, ես թե դու։ Ես, պատասխանում է որդիս։ Արքունիկը սկսում է քչփչալ, թե այս ինչ պատասխան տվեց որդին։ Թագավորը դեռ ձեռքը պահած որդուսին կրկնում է հարցը. Որդիս, ասա ինձ, թե մեզնից ով է ավելի ուժեղ, ես թե դու։ Ես, հայրիկ, պատասխանում է որդին։ Թագավորը հետ է քաշվում որդուց, նստում իր գահին ու արդեն բարձր կրկնում. Որդիս, ով է մեզնից ուժեղ, ես թե դու։ Դու, հայրիկ, պատասխանում է որդին։ Իսկ ինչու է իր մինչ այս պահ հակառակն ասում, հարցնում է թագավորը։ Ուշադրություն հարցը։ Ինչ է պատասխանում որդին։ Ժամանակ։ Կանգնած է իր դրա համար։ Իսկ կարողա գահին չի եղել կողքնա կանգնած որպես հայր ես հարցրել, իսկ sense որպես թագավոր ես նստել է գահին, արդեն թագավոր։ գահին նստում է արդեն ինքը թագավոր ուժեղ է։ Շատ լավ, ուրիշ ինչ տարբերակ կա։ Ես քեզ եմ ենթարկում դու ավելի ուժեղ ես եւ դու գահին ես, բայց Այդ հասկացա, իսկ կարողա դու մեջքից կանգնած ես, երբ որ ձեռքը դրած ես, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Բայց արքունիկը հավաքված է դիմացն է եղել, թե կողքնա պրոստ կանգնած եղել։ Չէ, դեմը կանգնած է եղել, դրել է ուսին, դեմը կանգնած։ Արքունիկը լսել է, ասել է քիչ։ Դեմը կանգնած, դրել է ուսին։ Բայց արդեն մեջքին կանգնած չի երևում, է որ ինքը Որպես հերա, հայրական է, էլի հասնում եմ, որ գալիս է դրան։ Հա, բայց sense հա, էլի մեդել մի բան չի։ Դու տարիքով բանով ֆիզիկապես հա, բայց որպես թագավոր ինքը ավելի նվաստ է թագավորից։ այդ երկու Կանգնած Երկու տարբերակ ունեն։ երկու տարբերս է։ Չէ, որպես Չէ, որպես թագավոր։ Քրիստոնեական բանը, ապերետի։ Պարոն Անանյան, ով է պատասխանում։ Ես կփորձեմ ինքս ձևակերպեմ իմ տարբերակը։ Փորձեմ ավելի քրիստոնեաբար հասկանամ։ Երբ որ հայրը ձեռքը դնում է որդու ուսին, ինչպես մեր Տեր Աստված իր ձեռքը դնում է մեր ուսին, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում։ Երբ որ այդ հայրական ձեռքը մեր ուսից քաշվում է, իհարկե մենք ավելի թույլ ենք, քան այն մարդը, ով որ գտնվում է գահի վրա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուրիշ ինչ տարբերակ ունեիք, պարոն Անանյան։ Երբ որ դու հայր ես, ֆիզիկապես ավելի ուժեղ եմ, երբ որ դու արքա, ոչ։
Դա ում տարբերակներ։ Դա Գևորգի, Միքայելի, Գառնիկի, Ուրիշ ինչ տարբերակ կար։ ուրիշ ես դժվար մտաբերեմ։ Իսկ ինչու էիր մինչ այս պահ հակառակն ասում։ Թե դու ես ուժեղը, հարցնում է թագավորը։ Որովհետև եթե հայրը որդու մեջքին կանգնած է ձեռքը դրած ուսին, որդուց ուժեղ մարդ չկա աշխարհում։ Իսկ երբ հեռացար, ես մնացել էի միայնակ, պատասխանում է որդին։ Պարոն Անանյան, այսպես է նաև կյանքում, երբ դու թիկունքից զգում ես ծնողիդ աջակցությունը, այնքան ինքնավստահ ես լինում, որ կարող ես սարեր շուռ տալ։ 2-0 հոգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, ես կուզենայի զրուցենք ամբողջ եթերաշրջանի մասին եւ մասնավորապես այս թիմի խաղի։ Ամբողջ եթերաշրջանը շատ լարված էր, շատ հետաքրքիր էր, այսպես ասեմ, ինձ թվում է ներկաներից բոլորն էլ ապրում էին այն էմոցիաները, ինչ որ գիտակներն էին ապրում, հավասարապես։ Այս խաղը դեռ առջևում է, բայց կարծում եմ էլի կրկնվեմ, վերջում բոլորը ուրախանալու ենք։ Հիշեցնեմ, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Արդեն ունեք տեխնացու Տիկին Դեռ ոչ։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Մինասյան, Այո, պարոն հաղորդավար։ իսկ ձեր թիմի ավակը միշտ է իր ձեռքը պահում թիմակիցների ուսին, թե ժամանակ առ ժամանակ մենակ է թողնում ձեզ։ Ոչ միայն պահում է ուսին, այլ նաև գլխին։ Չէ, իրականում շատ մենք ապով ենք զգում մեր թիմի ավակի, այո։ Ավակությամբ, այո։ Ձեր դեմ խաղում է Լևոն Սհոյանը, պրոդուկտ մենեջեր Երևանից։ Ուշադրություն, Էնդրյու Սկոթ։ Ձեր առջև ժամանակակից նկարիչ Էնդրյու Սկոթի դիմակայունություն նկարն է, որի վրա մենք թաքցրել ենք այն, ինչն այժմ գտնվում է կուլիսներում։ Ուշադրություն հարցը։ Ինչ է կուլիսներում։ Ժամանակ։ Վազը ես էլ եմ մտածում, բայց դիմակայություն, դիմակայություն, այսինքն Ինչն է իրան, կտրած բանից ինքը դուրս է գալիս։ կոչի վրա ինչ է լինում սովորաբար։ Ինչ կարա լինի կոչի վրա, որ ինքը իրան ուժացան, resilience-ն է դիմակայում։ Կաղա տապոր, որով ծառը կտրել։ Տապորը Աչելա, Տապորի փեդից, կացին կուլիսների հետևում ուրիշ։ Կացին։ Այսինքն այդքան պայքարում է, որ սղոց բանի մեջ նույն ծա։ լոգիկան է։ Շատ լավ, էլ ինչը կարա դիմակայոն լինի։ Պայքար ինչ որ փայտից ուրիշ բան ջութակ, ասենք գիտար, չգիտեմ, ինչ կարա լինի։ Ինչ-որ բան, որը քանդում է, հետո դրանից բան է ջարդվածից վերածննդի սիմվոլ պիտի։ Հա, բայց ինչ է այնտեղ։ Ինչ մեկա չերես Կրակի աճում հետ է, կապված մի բան վառած։ աճում է, էլի, չնայած ամեն ինչը աճում է։ չի վառում։ Կտրած ծառա Կտրած ծառա, որից ճյուղ է դուրս եկել ու ծաղիկներով։ կպատասխանես Գևորգ, հա, քոններ չէ։ Հա։ Շատ բարի։ Պարոն հաղորդավար, պիտի Լսում եմ ձեզ, պարոն Պիտի Անանյան։ խնդրեմ պարոն Գևորգյանին հիշի իր տարբերակը։ Լսում ենք ձեզ, պարոն Գևորգյան։ Կացին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Գևորգյան, այս մոտ կուլիսներում, եթե ուշադրություն դարձնեք, հիմա կտեսնեք, որ
Կացին է, որը ուշադրություն էկրանին ուշ ստանալով ծառի բնից սկսում է ծաղկել։ Նման դեպքերում ես ասում եմ հալալ է։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Պարոն Գևորգյան։ Այո, պարոն հաղորդավար։ Սիրում եք պոկեր խաղալ։ Լավ էլի սաղ Հայաստանով։ Այո, շատ։ Իսկ ինչ ընդհանրություններ եք տեսնում պոկերի եւ մեր խաղի միջև։ Եվ տարբերություններ։ Տարբերություններ դե շատ են, բայց ես համարում եմ, որ բոլոր խաղերին պետք է մոտկանալ միայն մեծ ազարտով, որը կա նույնիսկ այս խաղի մեջ։ Առանց դրա չի լինի խաղալ։ Այստեղ փող չեն պարտում։ Չէ, փողը չէ, ազարտը Ձեր դեմ խաղում է։ Այստեղ բլեֆ չկա։ ազարտը մենակ փողի մեջ չի, պարոն հաղորդավար։ Ձեր դեմ խաղում է Վլադիմիր Գալստյանը, բժիշկ քաղաք Սարատով, Ռուսաստան։ Ուշադրություն, տաճար։ Ձեր առջև Սարատովի տաճարներից մեկն է։ Ուշադրություն դարձրեք, այն ունի 1 ոսկեգույն կենտրոնական և 8 բազմագույն գմբեթներ, որոնցից 2-ը լուսանկարում արտացոլված չեն։ Ուշադրություն հարցը. Ինչ էր գտնվում այս տաճարում 1948-ից մինչև 1991 թվականները։ Ժամը։ Արևն ու 8 մոլորակ։ Ֆանտաստիկ է։ Բայց հիմա 9 մոլորակ, այդ վաղ 9 մոլորակ էր։ Չէ, կարող էր 8, Պլուտոնը կարող այդ վաղ չլներ, 48 Ինչ են եղածել դեռ հետո։ Ինքը 1-8, միակ գլխավոր 8 բան։ Վասիլի Վլաժենի նման է, գույները նման, այս գույները բայց ուրիշ ինչերի հետ է ասոցացում, հələ մի հատ բան արեք, էլի։ Կարար բան էլ է։ Բայց ինչի 48-ից 91 Փաղաքել են։ Դե այս արկելված էր տաճարը վերադարձվել։ Դե այն վաղ Արկելված էր, էլ ինչ կարար գտնվել, բայց ինչի ոչ թե Ասադիտարան պլանետարիում է գուցե։ Պլանետարիում։ Նմանն է, էլի դե։ 4 հատ կողքում են, 4 հատ կողք, 8 հատ կողքի Հանգարան կարա լինի, կինո կարա լինի։ Ինչի համար ասես օգտագործել են։ 7 հատ անդես չէ։ 9 հատ ինչ ունենք, ժողովուրդ, 8 հատ կամ 9 հատ ինչ շուրջը։ 8 շուրջը ոչ մոթը չի։ Բացի մեկը մեջտեղն է։ Շատ մնացինք այդ տարբերակի։ Ուրիշ 8 հատ ինչ կա։ 9 մուսաները, թատրոն, չգիտեմ, չէ։ Չէ, այդ դերին։ Սովետի վաղտ ինչ պիտի լինի։ Ժամանակ։ Պարոն Անանյան։ Պարոն Մինասյանը փորձի ձևակերպել։ Լսում ենք, պարոն Մինասյան։ Մենք կարծում ենք, որ այդ 1 ոսկեգույն գմբեթը խորհրդանշում էր արևը եւ մնացած 8 մոլորակները եւ այստեղ պլանետարիում կամ աստղադիտարան այդպիսի մի օբյեկտ էր գտնվում։ Հաստատություն։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ոսկեգույն կենտրոնական եւ 8 բազմագույն գմբեթները, պարոն Մինասյան, հիշեցնում են, ինչպես եւ ասեցիք, արեգակնային համակարգը խորհրդանշական է, որ սովետական շրջանում այդ տաճարում էր գործում Սարատովի պլանետարիումը 4-0։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության վաճառքի բաժնի ղեկավար Գևորգ Բայրամյանը։ Բարի երեկո, պարոն Բայրամյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Իսկ ինչ նոր պրոդուկտներ կան Իտալ Սոլարում, պարոն Բայրամյան։ Ինչպես միշտ, այս անգամ եւս Իտալ Սոլար ընկերությունը ներկայացնում է նոր պրոդուկտ։ Այս անգամ Breno էլեկտրական կաթսան է, որը վերջին ամիսներին տեստավորում էր անցնում Հայաստանում եւ վերջնականապես մտավ շուկա։ Դա հնարավորություն է տալիս տանջերուցումը իրականացնել հոսանքով, այսինքն եթե գնում եք արևային կայան, ազատվում եք ոչ միայն էլեկտրաէներգիայի ծախսից, այլ նաև գազի կոմունալ վճարից։ Շնորհակալություն, իսկ հիշեցնեմ, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվերքարտ։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Պարոն Մինասյան։ Այո, պարոն հաղորդավար։
Երբևէ մտածել եք այլ քաղաքակրթություններ բացահայտելու մասին։ Երկիր մոլորակից դուրս։ Ճիշտն ասած ես չեմ հավատում։ Որքան է զարմանալի է։ Իմ թիմակիցների համար ես չեմ հավատում։ Ինչու է զարմանալի, մնացած բոլորը հավատում են։ Չէ, իրենց Հայկի հավատալիքներն են։ Իրենց կարծում էր, որ ես զարմանալի։ ինձ թվում է, որ կհավատային էլի իրանք, որ ես այդպիսի տեսությունների հավատում։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Էդգար Գևորգյանը ԱՄՆ Բրբանկ քաղաքից հետաքրքրվում է։ Ինչպես է կոչվում այն էֆեկտը, համաձայն որի մարդիկ ավելի շատ են գնահատում այն իրերը, որոնք պատրաստում են սեփական ձեռքերով։ Ժամանակ։ Էֆեկտ создателя, արարչի էֆեկտ։ Արարչի էֆեկտ շատ նման է։ Չէ, դիման ավելի sense ծանոթ Լավն է, ուրիշ։ Սեփական ձեռքերով։ Էֆեկտ Lego, Միդասի կոնստրուկտորա։ Միդասի էֆեկտ։ Բայց դա կպնում ես, դու չես պատրաստում Միդասի էֆեկտը։ Միդասը չէր սա։ Իսկ ինչ բան կա ուրիշ։ Բայց կա Միդասի էֆեկտ, կա։ Չեմ կասում։ Արարչի էֆեկտ։ Ժամանակ, պարոն Անանյան։ Արմեն Նազարյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Նազարյան։ Փորձենք ենթադրել, որ այդպես անվանում են արարչի էֆեկտ կամ էֆեկտ создателя, արարչի էֆեկտ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Երևույթը, ըստ որի մարդիկ ավելի շատ են գնահատում սեփական ձեռքերով պատրաստած իրերը, կոչվում է IKEA-ի էֆեկտ, ինչպես գիտեք, IKEA-ի կահույքը հիմնականում նախատեսված է ինքնուրույն հավաքելու համար։ 4-1 Էդգար Գևորգյանը վերջապես բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Շատ բան արեք, հա։ Ժամանակը շատ չիրիկ է։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Ոչ մի տարբերակ չի։ Լեգո, մեգո եղավ դի քայլ արվեք։ Տղեկ մի քնեք, ապեր 4-ը ոչ մի բան է նշանակում։ Ու մի տենց։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv-y.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Արտակ Թադևոսյանը, գործարար Մոսկվայից։ Ուշադրություն, սև արկղ։ Այդ միջոցառումն առաջին անգամ իրարից անկախ կազմակերպել են կրասնոդարցի Ֆյոդոր Բրյուխովեցկին եւ մոսկվացի Գեորգի Ասեևը 1948 թվականի մայիսին։ Սևարկում գտնվում է այդ միջոցառման գլխավոր պարագան։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում? Ժամանակ։ Ինչ կարող Ռասադարցի մեկ է Մոսկվայից, երկու տեղ։ Ինչ որ տոն են արել միջոցառում, մայիս ապեր։ Կուկուրուզը։ Ինչ Չկա ինչ բանի փառատոն է ինչ որ։ Մայիսին, ու վար փետրվար։ Ինչ ունենք, հաղթանակի օր ունենք, աշխատանքի օր ունենք։ Երբ մոռացանք, չէին կարա իրարից անկախ։ Մայիսին Ռուսաստանում ի՞նչն է ծալում, ի՞նչն է հելնում։ Ինչ կա։ Իսկ ինչ դատա է 50-ամյակը ինչի կամ ինչի աշխատավորի օր ավելի շուտ։ Դա միշտ եղել է անկեր։ Ինչի առաջին տարի 47-ին ինչ եղավ, առաջին տարի դարձրել։ Իրարից անկախ Կրասնոդարում ու Մոսկվայում։ Առաջին տարի ինչի առաջին տարին կարա Ինչ կինո փառատոն կարար լիներ իրարից անկախ։ Իրարից անկախ հիմա էլ են անում։ Իրարից անկախ, հա։ Մայիսին Համար ռուսական ինչ որ բան պիտի հիմա լինի, որ այն վաղ համար Ձեն ռադիո, ասենք, Մասլենից։ Ձեն ռադիո։ Ինչ տղեկ չի բռնում։ Մայիսին Գիտեմ չի բռնում, вообще։ Ձեն ռադիոն վատը չի, է։ Ռադիոյի օրը։ Իրարից անկախ։ Մայիսին է պիտի։ Բայց Իրարից անկախ։ Տղեկ պատերազմ Ժամանակ, պարոն Անանյան, լռություն։ Ով է պատասխանում, պարոն Անանյան։ ես Հայկ Մինասյանի տարբերակը կընտրեմ, դա ռադիոյի օրն է։
Ռադիոյի օրն է, հետևաբար Ռադիո։ Սևարկում ռադիո է, հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդ միջոցառումն առաջին անգամ իրարից անկախ կազմակերպել են կրասնոդարցի Ֆյոդոր Բրյուխովեցկին և մոսկվացի Գեորգի Ասեևը 1948 թվականի մայիսին։ Պարոն Անանյան, դուք նշեցիք, որ դա հիմա էլ է անցկացվում, այն մինչ օրս անցկացվում է նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնությունում, դուք ճիշտ եք։ Սևարկղում բացենք այն զանգ է, խոսքը վերջին զանգի արարողության մասին է։ 4-2 Արտակ Թադևոսյանը բերում է երկրորդ միավոր իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Լավն էր, վերցնովի էր։ Կացինը վերցնում եք, զանգը ոչ, ինձ համար շատ տարօրինակ եք սկսել խաղալ, պարոնայք։ Շարունակում ենք, խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Անանյան, Այո, հիշում եք ձեր վերջին զանգը։ ես վերջի զանգ չեմ ունեցել, ես 9 տարում եմ ավարտել 10 տարին։ Այնուամենայնիվ 10-րդ դասարանցիների հետ եք, չէ՞ ավարտել։ Մենք դրանից հետո մի անգամից ընդունելության քննությունների եմ գնացել։ Հասկանալի Իհարկե է։ դասարանցիներից հետ հետո նշել եմ, բայց դե զգացողությունները էլ դա Մյուս տարի արդեն։ Այո։ Արդեն Պարոն Մինասյան, իսկ դուք։ Ես, հա, հիշում եմ։ Այսո։ 2009 թվականն էր։ Լուսաբաց դիմավորել եք։ Ձեր դեմ խաղում է Տաթև Մինասյանը։ Լեզվաբան Երևանից։ Ամերիկացի երկիծաբան Օգդեն Նեշը գրում էր, որ նրանք հիմնականում հրապուրված են լինում պարով։ Վլադիմիր Նաբոկովն իր ստեղծագործություններից մեկում հիշատակում է քարե ոտքերով մի տիկնոջ։ Միխայել Ժերբակն էլ գրում է, որ հանուն Ֆյոդոր Շալյապինի նրանք պատրաստ էին պառկել հատակին։ Ուշադրություն հարցը։ Ինչն է միավորում այս բոլոր մարդկանց ժամանակ։ Վիալանչել, Նրանք պարված են պարով, քարե ոտքերով կին, մեկ է նրանք պատրաստ են։ Ինչինա ժելեզ բաները, արգանը, մարդկանց, ինչն է միավորում։ Նրանք հրապուրված են պարով։ Ինչ որ անշարժություն են անում, խանգարում են էլի մի բանի, պարկումա գետնին քարե ոտքեր։ Չէ, այսինքն Շալյապինի տաղանդն է, չէ, երկից ինչը կարա պարտի գետնին։ Տենոր էր, չէ։ Բաս էր։ Բաս էր։ Դերասանուհինները։ Քարե ոտքերով տիկին է, ինչ է Նաբոկովը պի քարի ոտքերով։ Քայլելուց աղմուկ է անում։ Նրանք ովքեր գործիկ չի մուսաները ապերք, մուզիկալ ինստրումենտ չի։ Բալերինաները, բայց նրանք պատրաստ են։ Շալապենի համար խի պիտի բանանն, պարկեն գետնին, այսինքն տենց Նաբոկովը թիթեռ սիրում են իրան։ Նրանք ովքեր են հրապուրված պարով։ Նրանք հրապուրված են պարով, երգիծական ինչ որ բան։ Պարկել Շալապինի։ Նոտաները, Գրողները, պոետները Հիմա թողել են պոետները պատասխանես, լուրջ է Բանը Ժամանակ, պարոն Անանյան։ Ինձ թվում է դափնիները 4 միավորի բոլորից վրա վատ են ազդել։ Այնուամենայնիվ ով է պատասխանում։ Ես կփորձեմ հարվածը վերցնել իմ վրա։ Ազատության արձանը։ Դու չկաք։ Կուզենամ լսել դահլիճում կա տարբերակ թե ոչ։ Պարոն Ադոնց։ Վերևի հարևանները, պարոն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խոսքը վերևի հարևանների մասին է, երբ Շալապինը երգում էր որոշ մեծահարուստների բնակարաններում, նրանց վերևի հարևանները պառկում էին հատակին, որպեսզի ավելի լավ լսեին երգչի կատարումները, իսկ սովորաբար բոլորի վերևի հարևանները հրապուրված են լինում հիմնականում պարով։ 4-3 Տաթև Մինասյանը բերում է երրորդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։
Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարեկո, պարոն Աղթաբար։ Պարոն Հակոբյան, ճիշտն ասած 4-0-ից հետո ես վախում էի, թե ինչ պետք է ձեզ հետ զրուցեմ, որովհետեւ պատկերացնում էի ինչ եք ասելու։ Թեև այնտեղ էլ կային Ֆուտբոլից, եղանակից, ինչից ասես կամ։ Այնուամենայնիվ, ինչպես կգնահատեք ընթացքը խաղի։ Ընթացքը շատ լավ սկսեց, կարևորը հիմա թիմը կարողանա իրան հավաքի, շատ կարևոր պահ է, թիմը հավաքելու է խաղը հաղթական ավարտին հասցնելու համար, շատ կարևոր է լինելու իմ կարծիքով հաջորդ հարցի ճակատագիրը, նամանավանդ ինչպես շատ վտանգավոր դիրքում երևացող Սուպերբլիցի պարագայում։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Հանանյան։ Այո։ Որ հարկում եք ապրում։ Մենք որ հարկում էլ պարենք, մեր վրա ենք պարում։ Սեփական տանն եք բնակվում։ Իսկ կան թիմում գիտակներ, որոնց վերևի հարևանները խանգարում են։ Մենք ենք այդ վերևի հարևանները։ Հա, ես էլ եմ վերևի հարևան։ Այսինքն դուք եք հիմնական խանգարողները։ Ու տենց է ստացվում։ Քարե ոտքերը ձերն է։ Փորձում եք բամբակել լինի, բայց չի ստացվում։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Այվազյանը, տնտեսագետ, քաղաք Բերդ։ Հարցը նկարահանվել է անձամբ մեր հեռուստադիտողի կողմից։ Ուշադրություն էկրանին։ Բարև ձեզ հարգելի գիտակներ։ Ես առանձնացրել եմ այդ գործընթացի 4 հնարավոր փուլեր։ Այդ գործը կատարողը ձգտում է, որ բոլոր 4 փուլերին էլ ականատես լինի։ Առաջին փուլում կարևոր է համապատասխանել սահմանված չափանիշներին։ Այնուհետև պետք է ընտրվել նմանների շարքից։ Երրորդ փուլում չբացահայտվել, իսկ 4-րդ փուլում դառնալ իր նմանների մեջ ամենալավը։ Ուշադրություն հարցը։ Ինչը ես այսպես նկարագրեցի։ Ժամանակ։ Մաֆիայի խաղը ես եմ մտածել, բայց երրորդը չբացահայտ դա իր նմաններից լավագույնը չի բռնում։ Հա, չի բռնում։ Ուրիշ ինչ process կա։ Գործընթաց։ Գործընթաց է։ Առաջին գավը գործին թողնել, գործին թողնել։ Աշխատանքի ընդունելու գործընթացը կարող լինել։ Հետո ինչի պիտի չբացահայտվես բա։ Բայց Չբացահայտվել։ Ինչ որ խի չպիտի բացահայտվես։ Պահմտոցի խաղալ Չբացահայտվել։ Պահմտոցին նման է։ Չափանիշները չափանիշները համապատասխաններ չափանիշները։ Սխալ ենք գնում։ Ուրիշ։ Ինչ էր երկրորդը։ Չբացահայտվել։ Այսինքն դերմից կոնկուրս այթում, որից ընտրում են։ Հետո ընդգծվում բայց չբացահայտվելու հետ։ Չբացահայտվել։ Հա, բայց շտոկձե կագդա շատ է բռնում, բացի չբացահայտվելուց է։ Ամեն ինչն է բացի չբացահայտվելուց բռնում է։ Ինչ որ չափանիշներին պիտի բռնես, հետո ընկծվես, որ ընդունեն, հետո դառնաս իր նմանների մեջի լավագույնը։ Ժամանակ։ Հարցերը Պարոն Անանյան, ով է պատասխանում։ Հարց գրողների։ Պարոն Անանյան, ով է պատասխանում։ Լսում ենք ձեզ, պարոն Միրզոյան։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ մեզ հարցնում են մեր հեռուստա հաղորդում հարցեր ուղարկողների մասին։ Այսինքն պետք է ինչ-որ չափանիշներին համապատասխանեցնել, հարցը պետք է համապատասխանի, հետո ձեզ դուր գա այդ հարցը ընկծվի, հետո չբացահայտվի, այսինքն մենք չկարողանանք վերցնենք այդ հարցը եւ վերջում դառնալ իր նմանակների, այսինքն մնացած հարց տվողների մեջի լավագույնը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Պատասխան։ Առաջին փուլում հեռուստադիտողը ձգտում է, որ իր ուղարկած հարցը բովանդակությամբ եւ ձևաչափով համապատասխանի խաղի չափանիշներին, ապա խաղի ընթացքում սլակն ընտրի այն ու հարցը խաղարկվի։ Երրորդ փուլում հեռուստադիտողը շատ է ցանկանում, որ գիտակները չկարողանան պատասխանել հարցին եւ ինքը միավոր վաստակի, ինչից հետո արդեն հեռուստադիտողն ուզում է, որ իր հարցը ճանաչվի խաղի լավագույն հարց։ Խոսքը ինչ որտեղ եւ հեռուստախաղին կարծողացելու մասին։ 5-3։ Պարոն Անանյան, կարծեք թե այն 3 հարցից հետո պարտվելուց լարվածությունը թողեց։
Լարվածություն այն պահին էլ չկար, պարոն հաղորդավար։ Ուղղակի ափսոսում ես, երբ գեղեցիկ հարցերին պատասխան չես գտնում։ Ամենայն դեպս այս գեղեցիկ հարցին դուք շատ լավ գտաք պատասխանը։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athenk ընկերությունը, գովազդ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի տվյալների վերլուծությունների բաժնի ղեկավար Տաթևիկ Հարությունյանը։ Բարի երեկո Տիկին Հարությունյան։ Բարև ձեզ պարոն հաղորդավար։ Տիկին Հարությունյան, ինչով է զբաղվում ձեր թիմը եւ ինչ դեր ունի Global PMI գիտահետազոտական կենտրոնի ցանցում։ Պարոն հաղորդավար, իմ թիմը հանդիսանում է PMI R&D Արմենիայի մաս կազմող մաթեմատիկական գերազանցության կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը, դատա անալիտիկան տվյալների վերլուծություն ապահովող բաժինը։ Հիմնականում վերլուծում ենք տվյալներ, վիզուալիզացնում ենք, տրամադրում ենք բիզնես ինսայթներ, որակի վերահսկման KPI-ների մոնիտորինգային համակարգեր ենք ներդնում, այսպիսով փորձում ենք աջակցել ռազմավարական որոշումների կայացմանը։ Իսկ ընդհանուր R&D Armenian կարևոր օղակ է հանդիսանում գլոբալ PMI ցանցի գիտահետազոտական ցանցում, մասնավորապես գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների եւ արհեստական բանականության մեծ հանգույց է հանդիսանում ամբողջ աշխարհում։ Այսպիսով նպաստում է նորարարական մասշտաբավորմանը, նորարարական գիտելիքների ընդլայնմանը։ Տիկին Հարությունյան, վերլուծելով մեր այսօրվա խաղի տվյալները, այն ինչ որ այս պահին կա, ինչ կարող եք ասել։ Ինչպես կավարտվի։ Հավանականությունը շատ մեծ է, որ թիմը կհաղթի, ես էլ եմ հավատում դրան, ամեն դեպքում շատ հետաքրքիր խաղ է ընթանում, հաճույքով եմ մասնակցում։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Միրզոյան, այո, երբևէ փորձել եք հարց ուղարկել մեր հեռուստախաղին։ Ճիշտ ասած մտածել եմ այդ ուղղությամբ երկար դեռ մանկությունից եմ մտածել, բայց երբեք չեմ ուղարկել։ Բայց մի քանի հարց ունեմ պահած, մի օր կուղարկեմ։ Իսկ ինչպիսին պետք է լինի հարցը, որպեսզի դուք այն իդեալական համարեք մեր խաղի համար։ Տրամաբանական առաջին հերթին, որպեսզի չպահանջի շատ խորը գիտելիք, բայց դե վերևում էլ չլինի, այլ տենց թիմով 6 հոգով քննարկելով դուրս գանք ու մեջը մի քիչ տենց հետաքրքիր ռոմանտիկա լինի, էլի այդ հարցի։ Հասկանալի է։ Սուպեր բլից։ Հարցը լավն էր։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Եթե վստահ չես։ Ով է մնում սեղանի շուրջ, պարոն Անանյան։ Պարոն հաղորդավար, մեզ մի վայրկյան տվեք։ Խնդիր չկա։ Ես տալիս եմ ձեզ 10 վայրկյան։ Ես սիրով, եթե չէ, կմնամ, խնդիր չկա։ Քո վրա վստահ ես։ Չգիտեմ։ Արամ դու մնա։ Մնամ։ Ես կմնամ։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Անանյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Ես խնդրում եմ կատարյալ լռություն դահլիճում։ Որևէ շշուկ լսեցի, ես միավորը փոխանցելու եմ հեռուստադիտողներին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Վերջերս համացանցի տուրիստական տեղեկատուներից մեկում մի օգտատեր գանգատվել է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի մուտքի տոմսերի բարձր գնից։ Քրիստինե Ղազարյանը Երևանից հետաքրքրվում է, սրամիտ ինչ լրացում է արել այդ գրառումը մեկնաբանած օգտատերերից մեկը։ Ժամանակ։ Ժամանակ, պարոն Անանյան։ Հավանաբար, որ գինը երկնքից են վերցրել։
Այսինքն աստղերից։ Ավելի կոնկրետ։ Տիեզերքից։ Տիեզերքից։ Աստղերից այնքան բարձր է, որ տիեզերական է, աստղային է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Համաձայնվելով այն քաղաքացու հետ, որ գանգատվել էր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տոմսերի բարձր գնից, մեկ այլ օգտատեր գրել էր. Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում իրոք աստղաբաշխական գներ են։ Դուք ճիշտ եք պատասխանել։ Երևի չեմ ընտրե տերմինը, որովհետև աստղաբաշխականը շատ գեղեցիկ բառ է, բայց ես ինքս չգիտեմ կհաշվի թե չի հաշվի, բայց աստղաբաշխականը հենց ստուգաբանորեն աստղերն են, աստղերի բաշխվածությունն է, բարձրությունը։ Չեմ ուզում ես որևէ կերպ։ Հասկանալի է։ Պարոն Մեսրոպ Հակոբյան։ Ինձ թվում է այստեղ պետք է հաշվել բացարձակապես աստղաբաշխական բառը, ես ցավում եմ, կներեք։ Շնորհակալություն։ Կրիստինե Ղազարյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Երկու հարց է, զուտ երկու հարց է։ Չերիքեց բանալը։ Բլույս չկա, սուպեր բլույս չկա, երկու հարց է։ Հաշիվը դառնում է 5-4 հոգուտ գիտակներինից մենք շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Точнее. Okay։ 5-3 կրում ենք նորմալ։ Չէ, հարցը հաշիվը չի։ 5-4 եք արդեն հաղթում, պարոն Նայիկ։ 5-3 չի։ Խնդիր չկա, տղեկ, վերջացրի։ Կարելի է տեսնել ինչ նամակներ են մնացել սեղանի շուրջ։ Յունի բանկ, Տիգրան Բաբայան, Ալինա Ավակյան եւ Զարինա Բարսեղովա։ Սաղը շատ լավն են։ Բարսեղը բոլորն են լավ հարց գրող։ Ձեր դեմ խաղում է Ալինա Ավակյանը, քիմիկոս Երևանից։ Ֆրեդերիկ Բեգբեդերի վեպերից մեկի հերոսն իրենից հեռացած ընկերուհուց ստանում է դստեր լուսանկարը։ Լուսանկարի տակ գրված է. «Սա վերջին անգամն է, որ դու տեսնում ես քո դստերը»։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ իրադարձություն է տեղի ունենում դստեր կյանքում, դրանից մի քանի ամիս անց ժամանակ։ Հերը մի բան պետք է արած նկար, թե Ամուսնանում Տիտանիկի։ Իսկ ինչի է վերջին անգամը, որ նա տեսնում է այդ դստերը։ Չէ, դա այդ վաղ չգիտի, որ Տիտանիկի։ Իսկ կարող է փոխպատվաստման կարիք Ազգանունն է փոխում։ ունենում դուստերը։ Բանդացած է, մոտը բան ենք, հասկեր է տեսածը, բայց մահի մասին հարց է, էդի չէ։ Մահի հարց չկա, բայց փոխպատվաստումը։ Խեզ ու սա վերջի անգամ տեսնում քո։ Այսինքն հորից է ուզում, Կուրանում աչքերի փոխպատվաստան բան։ Չէ, բայց այդ ինտերները Կուրանն է, չէ։ Մի րոպե, վերջին ինչ է իր ասում ապեր։ Դստեր։ Դստերը Կուրանում ասում աչքերը տուրք է բան, որ աչքերը քո դուր դստերի, հա։ Կուրանում չի տենում իսկականից։ Սա վերջին բաժանվել են, աղջկա նկարն է ուղարկել, ասում այլ չես տենալու եջ։ Գնացինք մենք ուրիշ տեղ։ Չէ, բայց խի չեն չի տենալու։ Կատիկապես չի տենալու։ Դու աչքերը տուր, որ աղջիկը ապրի, բան, դոնը կոպիտ ասած։ Այլ բայց հոր աչքերը։ Հենց աչքերը։ Հենց հոր աչքերը։ Տղեկ, բայց այդ վաղ օպերացիայից առաջ Ժամանակ, պարոն Անանյան։ Կարծում եմ դուստրը ցավոք ունենում է փոխպատվաստման կարիք եւ դա արմատապես փոխում է իրավիճակը։ Այսինքն ինչ է լինում։ Հայրը պետք է այսպես թե այնպես գենետիկ ինչ-որ նյութ փոխանցի դստերը, ենթադրաբար աչքերը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մի քանի ամիս անց դուստրը լույս աշխարհ է գալիս, լուսանկարն արվել էր Մոր Արգանդում ուլտրաձայնային հետազոտության սարքի օգնությամբ 5-5։ Ալինա Ավակյանը բերում է 5-րդ միավորը եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շարունակում ենք խաղը եւ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։
Պարոն Անանյան, Այո։ մի առիթով նշել եք, որ սիրում եք դաշնամուր նվագել, սակայն ձեր թիմակիցներն այնքան էլ չեն ողջունում ձեր այդ նախասիրությունը։ Ինչու՞։ Փոխվել են իմ թիմակիցները։ Բոլորը ողջունում են։ Բոլորը միահամուռ ողջունում են։ Բուրըն եւ որոտնდոս ծափարություններով։ Միանշանակ։ Խնդրեմ։ Նույնիսկ ներքևի արևանները։ Սլաքի ուղությամբ ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի կրկնակի մրցանակակիր Զարինա Բարսեղովան, դիվանագետ Մասիսից։ Ուշադրություն, պաստառներ։ Նման պաստառների վրա պատկերված են կենդանիներ եւ թռչուններ, որոնք տուժել են կլիմայի փոփոխությունից եւ շրջակա միջավայրի աղտոտումից։ Այս պաստառների օգնությամբ Greenpeace կազմակերպությունը կարեկցանքի կոչ է անում, խնդրելով մարդկանց նվիրատվություն կատարել այդ կենդանիներին փրկելու համար։ Պաստառների հատվածներից մեկը մենք թաքցրել ենք ձեզանից։ Ուշադրություն, հարցը. ինչ է պատկերված եւ գրված պաստառի այդ հատվածում, ինչ կոչով է Greenpeace-ը դիմում մարդկանց, ժամանակ։ Ինչ պիտի տաս։ Սիրտ, որտեղ է։ Սոս, սեր։ Ինչ պիտի, ինչ կոչով դիմի։ Ապեր կենթանիները նիհար են։ White Lives Matter. White Lives Matter. Wild Lives Matter. Wild Lives. Wild. Հաբա ինչա պատկերված։ Ինչա։ Պանդան աղբեր խոսքի պատկերված։ Չէ։ Ինչ որ աղբա, որի վրա գրած է recycle արեք։ Ուրիշ, ինչից ինչ։ Ասма փող են ուզում։ Իսկ աղը չաղ մարդիկ են։ Չէ։ Կաբալ, հաշիվն է գրած։ Ինչ հաշիվը գրած։ Ինչա պատկերված։ Oil, ասի նավթից է ինչ կապ ունի, փողը, global հետ։ Բարելի գինը, բոչկա ու բարելի Ոմս չունենք ինձ հավասար։ Նավթի բոչկա ու բարելի գինը։ Այսինքն Դեմ կլիմայի տաքացությունն ու բարելի։ նավթից է Աղտոտություն։ Կեղտոտվել։ Աղբետա կապված մի բան։ Հա, կեղտոտ։ Ժամանակ։ Այնի սոված արջ է, այնի։ հարցը կրկնեք, Գառնիկը կպատասխանի։ Նման պաստառների վրա պատկերված են կենդանիներ եւ թռչուններ, որոնք տուժել են կլիմայի փոփոխությունից եւ շրջակա միջավայրի աղտոտումից։ Այս պաստառների օգնությամբ Greenpeace կազմակերպությունը կարեկցանքի կոչ է անում, խնդրելով մարդկանց նվիրատվություն կատարել այդ կենդանիներին փրկելու համար։ Էկրանին պատկերված պաստառների հատվածներից մեկը մենք թաքցրել ենք ձեզանից։ Ինչ է պատկերված եւ գրված պաստառի այդ հատվածում, ինչ կոչով է Greenpeace-ը դիմում մարդկանց։ Պարոն Միրզոյան, Դե մենք տարբերակ տենց էլ նորմալ չմտածեցինք, հնարավոր է պատկերված է մեր երկիր մոլորակը ու գրված է there is no planet B։ Չգիտեմ, տենց մի բան։ Բայց ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն, էկրանին պաստառներին պատկերված է հայտնի կապչան, որտեղ մարդուն առաջարկվում է հաստատել իր մարդ լինելը։ Հաստատեք, որ մարդ եք, ապացուցեք, որ դուք ռոբոտ չեք։ Այսպես է հնչում Greenpeace կազմակերպության կոչը։ Զարինա Բարսեղովան բերում է 6-րդ միավորի իր թիմին եւ վաստակում 50,000 դրամի պարգևավճար Յոնի բանկից։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները. Էդգար Գևորգյան, Արտակ Թադևոսյան, Տաթև Մինասյան, Քրիստինե Ղազարյան, Ալինա Ավակյան եւ Զարինա Բարսեղովա։ ոչ մի բան հարցի։ Չէ, անհնար է։ Զանգակի վրա
Պարոն Գևորգ Բայրամյան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Իմ կարծիքով պարոն Անանյանը։ Ամեն դեպքում մինչև ես տարավ թիմին իր հետ, այս հարցին անհնար էր պատասխանել ըստիս։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արամ Անանյանը եւ ստանում է Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ պատկերագիրքը Աննա Չուլյանի մակագրությամբ։ Իսկ թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան, ես ընթերցեմ, հիշեցնեմ հարցերը, դուք կասեք։ Ամատունի Կիրակոսյան սուլելու մասին հարցով, Մայրանուշ Համբարձումյան հայրական ձեռքի մասին հարցով, Լևոն Սհոյան կացնի մասին, Վլադիմիր Գալստյան պլանետարիումի մասին եւ Լուսինե Այվազյան ինչ որտեղ երբի հարցերի մասին։ Պարոն հաղորդավար, հայրական ձեռքի մասին հարց։ Մայրանուշ Համբարձումյանը հայրական ձեռքի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Մի քանի րոպե հետո մենք կպարգևատրենք լավագույն խաղացողին, բայց մինչ այդ լսենք ավագների եւ հովանավորների կարծիքը։ Հիշեցնեմ հարցերը, հետո սկսեմ արդեն հարցնել ավագներին։ Էդգար Գևորգյան IKEA-ի էֆեկտի մասին, Արտակ Թադևոսյան վերջին զանգի արարողության մասին, Տաթև Մինասյան վերևի հարևանների մասին, Քրիստինե Ղազարյան Վիկտոր Համբարձումյանի թանգարանի աստղաբաշխական գների մասին, Ալինա Ավակյան ուլտրաձայնային սարքով արված լուսանկարի մասին եւ Զարինա Բարսեղովա Greenpeace-ի եւ Կապչայի մասին հարցերը։ Պարոն Էմիլ Միրզոյան։ Բարի երեկո բոլորին, նախ ուզում եմ շնորհավորել թիմին, ամեն դեպքում առաջին ֆինալի համար նրանք շատ լավ խաղացին, կռիվ տվեցին եւ մի փոքր չհերիքեց, ինչի համար ափսոսանք ենք ապրում։ Ճիշտն ասած, այն լավ հարցերին ըստ իս պատասխանեց թիմը, շատ ավելի հաճույքով այդ հարց կազմելու մասին կամ կացնի մասին կտանք եւ չգիտեմ, ինձ ամենաշատը դուր եկավ եթե վերջին հարցը Զարինա Բարսեղովայի է, ճիշտ է ինքը 2 մարմարե արծիվ ունի, բայց չկորցնել մարդկությունը հետաքրքիր էր։ Ես այդ հարցին կքվեարկեմ, պարոն հաղորդավար։ Շնորհակալություն, Արման Աբովյան։ Շնորհակալություն, նախ թույլ տվեք հիացմունք արտահայտել թիմով, ես մի 2 բառով իմ ամենասիրված իրականում ես վերջի ժամանակաշրջանի թիմն է, տղերք ջան, ամեն ինչ դեր առջևում է, լուրջ եմ ասում, շատ լավ խաղացիք։ Ինչ վերաբերում է լավագույն հարցին, ես միանգամայն համամիտ եմ պարոն Միրզոյանի հետ, միշտ մնացեք մարդ։ Այո։ Շնորհակալություն, Տիգրան Քոչարյան։ Գիտեք, վերջին հարցի խորհուրդը մարդ մնալը դա համամարտկային կոչ է, հատկապես նաև այն ամենին, ինչ մեր շուրջ բոլորն է կատարվում։ Ես էլ երևի իմ ձայնս կտամ Զարինա Բարսեղովային, բայց նաև մեծ հաճույքով, թե հնարավոր է երկրորդ տարբերակն էլ առաջարկել Շալապինի այդ հատակի հարց հեղինակին էլ ես կտայի մրցանակ։ Եղավ, հասկանալի է։ Նարեկ Մնացականյան։ Ես էլ եմ կարծում, որ ամենալավ հարցերին գիտակները պատասխանեցին, իսկապես շատ լավ հարցեր կային եւ Գառնիկի վերջին դուրս բերած պատասխանը вообще փայլուն էր, շատ փայլուն էր, բայց ես էլ իմ ձայնը կտամ Զարինա Բարսեղովային։ Լիլիթ Թումանյան։ Ես իմ ձայնը չեմ տա Զարինա Բարսեղովային, ես իմ ձայնը կտամ Շալապյանի մասին հարցին եւ թիմին ուզում եմ շնորհավորել։ Առաջին եզրափակիչն է եւ այս պարագային
շատ կարևոր էր գեղեցիկ խաղ ցույց տալը, լինել հիշվող, լինել որոշ հարցերի պատասխաններում անսպասելի ուժեղ, ինչը դուք արեցիք, կացնի մասին հարցը եւ Գառնիկի վերջին վարքյանների պատասխանը շատ երկար դեռ կհիշվի եւ կարծում եմ, որ դա նույնպես մեծ հաջողություն է հիշվել սեփական խաղով, լինի դա պարտություն, թե հաջողություն, թե ինչ։ Այո, այդպես շնորհավորում եմ եւ Շալապինի մասին հարցը։ Շնորհակալություն, Հովհաննես Հովհաննիսյան։ Նախ շնորհավորում եմ բոլորիս շատ հետաքրքիր էմոցիոնալ հարուստ խաղի համար, էմոցիաները սենց մաքսիմում էր երևի, Արամին եմ շնորհավորում, ֆանտաստիկ էր ամեն ինչ, քեզանից կսովորեմ կապիտանություն անել, մի քիչ ավելի լավ խաղալ, հարցի հետ կապված իրականում մարդկության մասին հարցը, հա շատ էմոցիոնալ է, բան չունեմ ասելու, բայց որպես հարց օրինակ դա ինձ դուր չեկավ։ Կներեք, բայց Շալապինի վերևի հարևանների մասին հարցը շատ ավելի նման էր հարցի, աշխատած հարց էր, եթե ինչ-որ տեղ երբի մասին հարցին չպատասխանեիք, ֆանտաստիկ հարց էր, որտեղ շատ լավն էր, բայց իմ կարծիքով վերևի հարևանների մասին հարցը շատ ավելի գեղեցիկ էր։ Շնորհակալություն, Սուրեն Մանուկյան։ Բարի երեկո, նորից միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու կարող եմ ասեմ մի ուրիշ բան, կհանդիպենք տարվա եզրափակիչում ու տեսնենք հուսով եմ մեզանից գոնե մեկին բախտը կժպտա եւ ես միանում եմ ինձանից առաջ հաղորդած մտքերին, որ այդ վերևի հարևանի հարցը նախ իրոք աշխատանք կար, մի աղբյուր չէր, մի քանի աղբյուր էր օգտագործվել, հետո հայտնի մեմ կա չէ վերևի հարևանների մասին, ես փառք Աստծո չեմ առնչվել, բայց միշտ լսել եմ դրա մասին, այսինքն դա մի հարց էր, որին կարելի էր պատասխանել։ Վերջի հարցին ամենայն հարգանքով Տիկին Բարսեղովային ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ պետք է լիներ, որ թիմը այդ ինչ քննարկում պետք է լիներ սեղանի վրա, որ այդ հարցը հնարավոր լիներ վերցնել։ Դրա համար կարծում եմ, որ այդ վերևի հարևանի հարցը։ Շնորհակալություն, Հայկ Ղազազյան։ Բարև ձեզ։ Ես թիմին չեմ շնորհավորի, որովհետև վերջ-վերջը պարտվել է թիմը, բայց ասեմ ուղղակի մի քանի բան մեր փորձից։ Ամենաբարդ առաջի անգամ եզրափակիչ դուրս գալն է, դրանից հետո շատ ավելի հեշտ է ճանապարհը, ու ձեզ մոտ այդ թիմը ձևավորվել է շատ բալանսավորված, ուժեղ։ Գառնիկի այսօր այդ փայլուն պատասխանը դրա վկայություններից մեկն է։ Բոլորս եղել ենք ձեր դիրքում, շատ ցավալի պարտվել ենք, բայց վաղվանից դուք զարթնելու եք, սկսելու եք պատրաստվել տարվա եզրափակչին։ Ես այս ճանապարհին հաջողություն եմ մաղթում, որտեղ որպես թիմ դուք շատ համակրելի եւ արդեն ուժեղ թիմ եք։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, ապա այո, մարդ լինելը որպես արժեք, որպես կոչ շատ լավ է եւ դժվար է չմիանալ, բայց որպես հարց իմ կարծիքով նույնպես Շալապինի մասին հարցը շատ ավելի լավն էր։ Շնորհակալություն, Էդվարդ Քալանթարյան։ Բարի երեկո բոլորին, ինձ երևի վիճակված է դրամատիկ եզրափակիչների ներկա լինել ակումբում, երբ գալիս եմ մի այսպիսի ֆանտաստիկ եզրափակիչ, չնայած բացասական արդյունքին գիտակների համար, ինձ համար մեծ պատիվ էր Արամ Անանյանի թիմի խաղին ներկա գտնվելը եւ շատ հետաքրքիր էր դիտելը եւ շատ բան կար սովորելու։ Ինչ վերաբերում է հարցին, այո, մարդկությունը դա ավելի շատ խորհուրդ էր, այդ հարցը ավելի շատ խորհուրդ էր պարունակում, իսկ վերևի հարևանի մասին հարցը շատ լավ մտածած էր, շատ լավ ձևակերպած էր եւ շատ հետաքրքիր էր, կարծում եմ պետք է վերևի հարևանի մասին հարցով հաղթի Տիկին Տակինը։ Շնորհակալություն։ Սովորաբար երբ հաղթում են հեռուստադիտողները, ես հարցնում եմ նաև խաղացող թիմի ավագին, պարոն Անանյան, ձեր կարծիքով։ Մենք չկա վատ հարց, որ մեզ ընկել է, բայց ուղղակի իսկապես այն մտավարժանքը, որ պիտի անեինք դուրս գալու վերջին հարցի պատասխանին, կարծում եմ անմարդկային է նման մտավարժանքը եւ մենք էլ կփորձենք մարդ լինել եւ կխնայենք մեր ներքևի հարևաններին։ Հասկանալի է։ Տիկին Մարիամ Ղարդյան։ Այո։ Ձեր կարծիքով։ Վերևի հարևանների մասին հարցը։ Հասկանալի է։ Տիկին Տաթևիկ Հարությունյան։ Ես էլ եմ կիսում այդ կարծիքը։
Վերջին հարցը հաջող չէր տրամաբանության տեսանկյունից։ Արժեքային առումով լավն էր, բայց տրամաբանական տեսանկյունից դժվար էր հասնել այդ կետին։ Շնորհակալություն, պարոն Գևորգ Բայրամյան։ Նախ շնորհակալություն ձեզ էմոցիոնալ խաղի համար, այն ինչի համար ես ստեղ էի ստացա։ Իսկ սկզբանե ինքս ասեցի, որ այդ հարցը իմ կարծիքով անհնար էր պատասխանել, վերջի հարցը։ Այդ պրինցիպով մնում է միայն հարևանների պատասխանը, ես ինքս էլ կողմ եմ հարևանի պատասխանին։ Հարցին ավելի ճիշտ։ Պարոն Մեսրոպ Հակոբյան, լսում ենք ձեզ։ Սկզբից մի հատ եւս մեկ անգամ ներողություն խնդրեմ թիմից, որտեւ իմ բացասական դերն ունեցա այս արդյունքի մեջ։ Բայց ես միշտ Պարոն Հակոբյան, ասեմ, որ դա սուպերբլից էր, դեռ շարունակություն ուներ եւ փաստ չէ, որ ձեր որոշումից, դրական որոշումից հետո դեռ իրանք կվերցնեին սուպերբլիցը։ Միգուցե, պատմությունը ենթադրություններ չունի, համենայն դեպս ես միշտ աշխատում եմ իմ խղճի արդարության հանդեպ հանգիստ քնել։ Ճիշտն ասած, կապչայի մասին հարցը ինձ ընդհանրապես դուր չեկավ, ես կասեի նույնիսկ, որովհետև իրականում շատ դժվար վերցվող հարց է, ընդհանուր 1 րոպեում շատ դժվար է այդ տրամաբանական շղթան կառուցել։ Տատանվում էի վերջին զանգի եւ վերևի հարևանների մասին հարցով, բացի հաշվի առնելով ձայների մեծամասնությունը գոնե մի անգամ ընդհանուր բոլոր ձայների հետ համաձայնվեմ, ինչպես միշտ հակառակ չգնամ եւ համաձայնվեմ վերևի հարևանների հարցի հետ։ Պարոն Հակոբյան, դեպքեր գրանցվել են։ Մի երկու դեպք եղել է, այո։ Եղել են։ Շնորհակալություն, մինչ մենք հայտարարենք Մարմարե արծվի մրցանակագրի անունը, ես ընդամենը մի բան եմ ուզում ասել։ Պարոն Անանյան։ Թույլ տվեք ինձ կարծի բերել։ Դե լավ, սենց անենք գոնե։ Խնդրեմ։ Պարոն Անանյան։ Լսում եմ։ Անկախ այսօրվա խաղի արդյունքից ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր ակումբում ծնվել է եւս մեկ փայլուն թիմ եւ շնորհավորում եմ ձեզ դրա համար։ Արդեն նաեւ ասեցին մեր գիտակները ավակները, որ կհանդիպենք ձմեռային եթերաշրջանում, որտեղ շատ թեժ է լինելու, պարոն Անանյան։ Ուշադրություն։ Ինչ, որտեղ երբ 2025 թվականի աշնանային եթերաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվում Տաթև Մինասյանը, որը ստանում է մեր գլխավոր մրցանակը Մարմարե արծիվը եւ 300,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Այսուհետ այն ձերն է, Տիկին Մինասյան։ Տաթև Մինասյանը ստանում է նաև 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Մինչ նոր հանդիպում Armenia TV-ի եթերում։